Հաղորդման այս հատվածը խիստ տոնական է, քանի որ այսօր նշվում է Էնայվա կոսմետոլոգիական կենտրոնի 13-ամյակը։ Այնպես որ առջևում մեզ սպասվում է հետաքրքիր զրույցներ, ջերմ մթնոլորտ ու հաճելի բարեմաղթանքներ։ Շնորհակալություն եմ հայտնում ապրենք առողջ հաղորդմանը, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա երեկոյի մեր բոլոր գործընկերներին, Էնայվա Medical Aesthetic կենտրոնը կլինի եւ նորություններով լի է լինելու եւ սպասվելու է ապագայում, անպայման ձեր հաղորդման շրջանակներում կներկայացնենք։ Այս անգամ ես ցանկանում եմ Էնայվա կենտրոնին մաղթեմ, որպեսզի այս 3-ամյակը հետագայում դառնա 25-30 եւ իմ ստեղծած փոքրիկ բժշկական կոսմետոլոգիական կենտրոնը, как вот ասում են, наследственно передалось моим детям, որ ինքը միշտ անունը հնչի մնա մեր Հայաստանում։ Когда меня пригласили на день рождения косметологического центра Энайва, которым руководит Нарине, я не могла не прийти, потому что это мой давнишний партнер, который представлял несколько раз нашу обложку, участвовала, писала статьи. Я ей очень благодарна. Это очень верный, преданный партнер с большим потенциалом. И тем самым она скрасила, просто придала краски нашему журналу. Желаю ей всего самого хорошего, карьерного роста. Уверена, она еще много-много высот сможет завоевать. Նախ եւ առաջ շնորհակալություն Նարինեին, որ ինքը կա, որ ինքը այդպես կա եւ այդքան նպատակասլացավ։ Շնորհավորում եմ տարեդարձը եւ 13 տարի, հա, կարծես իր էսթետիկ կենտրոնը գործում է։ Նա իսկապես շատ կարեւոր գործ է անում եւ շատ որակով է անում։ Ես հետեւում եմ, արդեն ունեցել նաեւ լինել այնտեղ, որտեղ մարդիկ գեղեցկանում են եւ առողջ են ապրում։ Մի խոսքով Նարինեն այն հայի տեսակն է, որ ամեն ինչ անում է իր նպատակներին հասնելու, իսկ իր նպատակը, որը որ իր առջև դրվել է, նաև մեր բոլորի նպատակն է՝ գեղեցկանալ, լինել գեղեցիկ, լինել լավը։ От всего сердца хочу поздравить
Нарине Вагановну, которая была у меня хорошей студенткой, очень стремящейся к познанию косметологии, очень вдохновленной. И я сегодня горда тем, что она достигла такой квалификации. И мне приятно сегодня быть на этом вечере. От всего сердца хочу, чтобы вдохновение никогда не покидало ее, чтобы позитив и вера в себя сопровождала ее всю жизнь. Նախ շնորհավորում եմ Նարինեին, Նարինե Վագանովնային, Նարինե Այվազյանին, Նարինե ընկերոջը, Նոնային, պարզապես իր ծննդյան տարեդարձի առթիվ ցանկանում եմ իրեն քաջ առողջություն, երջանկություն կանացի, այն ինչ ինքն է իրան ցանկանում, որովհետև ընկերները սովորաբար ցանկանում են այն ինչ որ ընկերը շատ ուրախ լինի, լավ լինի, երջանիկ լինի։ Եվ շնորհավորում եմ Էնայվա բժշկական կենտրոնին, բավական հոգատար բժշկական կենտրոն է, այսինքն Նարինեն շատ ճիշտ կարողանում է մաշկի տիպ հասկանալ, ընտրել ինչ խնամք է պետք մաշկին եւ շատ հոգատարությամբ է մոտենում եւ իր մասնագիտությանը եւ այցելուներին։ Շնորհավորում եմ 13 ամյակի կապակցությամբ, ուզում եմ, որ այդ 13 լինի 23, 33, 43 եւ այդպես հետագայում նաեւ շարունակվի այն այբան, որովհետեւ ինձ համար ամենալավ մաշկի խնամքի կենտրոնն է։ Եվ ցանկանում եմ, որ ինքը միշտ բավարարված լինի, թե իրենով, որպես մարդ, թե իր բժշկական կենտրոնով։ Սիրում եմ շատ, անսահման եւ ուրախ եմ, որ տարիները մեզ կապել են Նարինեի հետ ու մենք կարծում եմ արդեն ծմահ, որովհետեւ արդեն 5 տարուց ավել է երևի, որ իրար գիտենք, կարծում եմ արդեն ծմահ կմնանք իրար կյանքում, որի համար ես միայն ուրախ եմ։ Շնորհավորում եմ Նարինե Այվազյանին իր էսթետիկ կենտրոնի 13 ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ սիրելիին, որպեսզի նրա գործերը ավելի բարգավաճեն, ավելի զարգանան, իր այդ կազմակերպչական շատ աշխատասեր ջիղի մեջից երբեք չմարի եւ շատ ինքը առաջ գնա։ Շնորհավոր։ Նարինե Այվազյանին ես ճանաչում եմ երևի մոտ 20 տարի, ամբողջ այս տարիների ընթացքում հիանում եմ թե իրենով որպես մարդ, թե իրենով որպես մասնագետ, ճանաչելով Նարինեին եւ ընկեր լինելով Նարինեի համար շատ վաղուց, ես ճիշտն ասած այս ասպարեզում իրեն այդքան չէի պատկերացնում, սակայն ինքը գեղեցկուհի է, ինքը այլ կարգի կին է, բայց 13 տարի առաջ Նարինեն որոշեց բացել իր էսթետիկ կենտրոնը եւ ես արդեն գիտեի, որ ինքը հասնելու է մեծ հաջողությունների։ Փառք Աստծո, ստացվեց շատ լավ համագործակցություն մեզ մոտ Նարինեի հետ, փոխադարձ հարգանքով, հասկանալով բժշկի եւ կոսմետոլոգի էսթետիստի համագործակցության ճիշտ նյուանսները, ճիշտ պայմանները։ Դրա շնորհիվ մենք հասնում ենք հոյակապ արդյունքների կապված հիվանդների հետ, կանանց հետ, բոլորը շատ գոհ են բնականաբար, ես գոհ եմ, որ այն պահով, որ ես կարողանում եմ հիվանդին հասցնել ապաքինման։ Նարինեն գոհ է այն պահով, որ հիվանդները գեղեցկացած իր մոտից գնում են, սակայն իրենք չեն գնում, իրանք մնում են միշտ իհարկե մեզ մոտ, մեզ հավատարիմ են մնում եւ դա է շնորհիվ է մեզ հաջողված այսպիսի համագործակցության, որի մեջ կա նաեւ իհարկե մտերմություն։ Շնորհավորում եմ Էնայվա բժշկական կենտրոնի 13 ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ հիմնադիր տնօրենին Նարինե Այվազյանին իր ծննդյան տոնի կապակցությամբ։ Նարինե Այվազյանը որպես մարդ նախ եւ առաջինը չկրկնվող յուրահատուկ տեսակ է, իսկ որպես մասնագետ շատ հիասքանչ մասնագետ, հիասքանչ տնօրեն։ Շնորհավորում եմ մեր Նոնայի ծննդյան տարեդարձը եւ ցանկանում եմ իրան մեծ հաջողություններ, հաջողակություններ, քանի որ նրան համարում եմ մեծատառով մարդ, ուրախ եմ, որ նա ծնվել է մեզ համար, համալրել է մեր շարքերը իր գեղեցիկ գոյությամբ եւ իր մեջ առաջին հերթին գնահատում եմ այն գործոնը, որ նա ժպիտով հաղթահարում է իր բոլոր խնդիրները, խնդիրները
եւ ցանկանում եմ, որ ինքը ամեն առավոտ արթնանա ժպիտով եւ օրը մտնեցնի նաեւ ժպիտով, քանի որ ժպիտը մեզ համար այսօր մեծ դեր է կատարում։ Եվ ցանկանում եմ մեծ կանացի երջանկություն, քանի որ ինքը իր հոգու մեջ ներառում է ամբողջ աշխարհը եւ մեր կյանքը դարձնում է կատարյալ։